խոսակցության հնարավորությունը, որովհետև գիտեք, մի բան է, երբ որ ամեն մեկս մեր ոլորտում, մեր ուղղությամբ, նաև ամենօրյա կապի միջոցով աշխատանք ենք անում, բայց շատ կարևոր է, որ նաև այս համատեղ քննարկման միջոցով ընդհանուր պատկերը, ընդհանուր քննարկումը հնարավոր դառնա եւ սա նաև վստահ եմ թույլ է տալիս հասկանալ մեր աշխատանքը լավարկելու եւ հետագա աշխատանքում նաև փոխադարձ կապերը հաշվի առնելու եւ համագործակցորեն նաև նոր արդյունքներ գրանցելու հնարավորությունները Եվ այդ իմաստով պետք է ասեմ, որ այն ինչ ունենք այս պահին նույնպես այդ համագործակցության արդյունքն է, որի համար կարծում եմ, որ իսկապես միանալով Տիկին Ավանեսյանին պետք է շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին եւ մեր բոլոր այն տեղում աշխատող մարդկանց, որոնք ամենօրյա իրենց ջանքով այս համատեղ ներառումը դարձրել են հնարավոր եւ առաջին հերթին ուզում եմ հիշել մեր ուսուցիչներին եւ դպրոցներին, որովհետեւ այդ դժվար օրերին, հենց առաջին օրերին ես ինքս առիթ ունեցել եմ լինել դպրոցներում եւ տեսել եմ, որ հենց վերադարձի հաջորդ օրերին երեխաները արդեն մեր դպրոցներում էին եւ այս օրերին հատկապես կրթական միջավայրը ոչ միայն կրթության իրավունքի շարունակության շատ կարեւոր քայլ էր, այլ նաեւ հոգեբանական ու սոցիալական այն ապահովության միջավայրի ձևավորումը, որը այդքան կարևոր էր նաև հատկապես մեր երեխաների համար եւ ես վստահ եմ, որ այստեղ մենք այդ աշխատանքը նաև այդ ուղղությամբ հաջողել ենք, որովհետեւ մեծ ծավալի համակարգի մասին ենք խոսում եւ այսօր էլ մեր դպրոցներում են 20200 երեխաներ, որոնք հաջողությամբ ինտեգրված են եւ ես մեծ հաջողությամբ նկատում եմ նաև նրանց հաջողությունները, երբ որ օրինակ մեր օլիմպիադաների մասնակիցների շրջանում հաջողություններ գրանցած մեր երեխաների շրջանում մեծ ուրախությամբ տեսնում եմ, որ Հանված մեր հայրենակիցները շարունակում են գործել, հաջողություններ գրանցել եւ դա շատ տեսանելի է։ Ես արդեն նշեցի, որ այսօր մեր դպրոցներում 20200 երեխաներ կրթվում են եւ այդ կրթության իրավունքի ապահովումը սկսվել է բառացիորեն նույն րոպեին, երբ որ եղել է հնարավորությունը ֆիզիկապես, բայց միևնույն ժամանակ կառավարությունը շատ արագ է արձագանքել նաև մասնագիտական կրթության իրավունքի շարունակականության եւ ապահովման հարցերին ու սա ես կուզեմ հատուկ ընդգծել, որովհետեւ գիտեք, մենք միշտ բողոքում ենք եւ երբեմն շատ տեղին պետական համակարգի ոչ արագ լինելուց, բայց մենք արդեն իսկ հոկտեմբերի առաջին օրերին ունեցել են կառավարության որոշումներ, որով կարգավորվել է թե քոլեջներում եւ թե բուհերում ուսանողների կրթության շարունակականության հարցը եւ մասնավորապես ներդրվել է թե կրթաթոշակի կարգ, որով ամբողջությամբ կարգավորվել է ուսման վարձի փոխհատուցման խնդիրը եւ թե նաեւ փաստաթղթային հարցերին են տրվել լուծումներ, որովհետեւ շատ հասկանալի է, որ ոչ բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջվում են ուսանողների տեղափոխման համար, կրթությունը շարունակելու համար հնարավոր էր լինում ապահովել եւ մենք էապես հեշտացրել եւ դյուրինացրել ենք process-ները, որպեսզի որևէ մեր ուսանող դուրս չմնա կրթությունից եւ իր կրթությունը շարունակի եւ պետք է ասեմ, որ այս պահին էլ համակարգում ունենք ավելի քան 3200 ուսանողներ, որոնք սովորում են մեր քոլեջներում եւ բուհերում եւ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այդ աջակցությունը եղել է ոչ միայն 2023-ին, այլև մենք շարունակում ենք թե 2024-ին, թե 25-ին մեր բուհեր եւ քոլեջներ ընդունված առաջին կուրսեցիներին տրամադրել կրթաթոշակ, որով որ նրանք կարողանում են իրենց կրթությունը շարունակել եւ մասնագիտական կրթության ճանապարհն անցնել, որը շատ կարևոր է նաեւ մրցունակության եւ հետագա նաեւ զբաղվածության ու աշխատանքի համար եւ կարծում եմ, որ այս քաղաքականությունը կշարունակենք արդեն բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքի պայմաններում, որտեղ մշակվում է կրթաթոշակի նոր կարգ եւ որտեղ արդեն ընդհանուր տրամաբանության մեջ կփորձենք լուծումներ գտնել։ Այստեղ մի հանգամանքի վրա եմ ուզում շեշտադրում անել։ Իհարկե կրթաթոշակը սկզբում տրամադրվում է բոլորին, սակայն մենք նաեւ կարեւոր ենք համարել առաջին տարվանից հետո սահմանել առաջադիմության որոշակի շեմ։ Ու ինչու ենք սա արել, որովհետև մեզ բացի նրանից, որ ուսանողը ներգրավված է ուսումնական հաստատությունում, շատ կարևոր է ինչպես է նա սովորում։ Եվ կարծում եմ, որ բավարար առաջադիմությունը այն նվազագույն պայմանն է, որը թույլ է տալիս նաև մեզ, որպես պետություն, ունենալ գիտակցում, որ մենք ձևավորում ենք մրցունակ քաղաքացի, որովհետև դիպլոմը միայն փաստաթուղթ չի, դիպլոմը այն հմտությունների եւ գիտելիքների պաշարն է, որը
հենց հաջորդ պահին, երբ մեր շրջանավարտը թողնում է ուսումնական հաստատությունը, օգնում է նրան աշխատանք գտնել եւ կառուցել սեփական բարեկեցությունը։ Հետևաբար մեզ կարևոր է ինչպես են սովորում մեր ուսանողները։ Մենք չենք կարող ուղղակի դուռը բացել, փակելը համարել կրթություն ստանալու գործընթաց եւ կարևոր է նաեւ որ խրախուսենք առաջադիմությունը, որպեսզի նաեւ հաջորդական շղթայով տեսնենք այդ արդյունքը հենց անձի սեփական բարեկեցության կառուցման ճանապարհին։ Պետք է ասեմ նաև, որ մենք հասկանալով, որ մեր հայրենակիցները էլի շատ ակնհայտ պատճառներով ոչ միշտ է, որ իրենց հետ կունենան փաստաթղթեր, որոնք վկայում են իրենց մասնագիտական կրթությունը եւ կարող են նաև օգնել իրենց հետագա զբաղվածություն գտնելու, առանձին կարգ մշակեցինք նաև ավարտական փաստաթղթերի տրամադրման այն պայմաններում, երբ որ քաղաքացիները դրանք չունեին, կորցրել էին եւ կարիք կար դա վերականգնելու, ու շատ ուրախ եմ, որ այս ուղղությամբ նույնպես 1000-ից ավել քաղաքացիներ մինչեւ այս պահը մեզ դիմել են եւ ստացել են իրենց անհրաժեշտ կրթական աստիճանի փաստաթղթերի կրկնօրինակները, դրանց մեծ մասը հենց մասնագիտական կրթության, բուհական կրթության դիպլոմներ են եւ վստահ եմ, որ զբաղվածության այն թվերը, որ հնչեցրեցիք, առնվազն այս մասով նաեւ այս դիպլոմների տրամադրումը աջակցել է, որպեսզի զբաղվածության այդ գործընթացը տեղի ունենա եւ նաեւ մասնագիտական կրթության հավաստման փաստաթղթերը համապատասխան աշխատանքի պարագայում դառնան հիմք եւ ստեղծեն հնարավորություն այդ աշխատանքի անցնելու։ Կարևոր եմ համարում նաև երկրորդելով գործընկերներից նշել, որ մեզ համար էլ ուսուցչական այն ռեսուրսը, որ կարևոր էր պահպանել եւ մենք հենց 23 հոկտեմբերից ներդրեցինք կարգ, որով Ղարաբաղից տեղահանված ուսուցիչները ստանում էին հնարավորություն արտամրցութային կարգով անցնելու աշխատանքի մեր դպրոցներում եւ այս պահին արդեն 600-ից ավել ուսուցիչներ այս ընթացակարգերի շնորհիվ աշխատում են մեր դպրոցներում եւ մենք նաեւ լրացուցիչ հավելավճարի հնարավորություններ ստեղծեցինք 30% հավելավճար էր տրամադրվում վարձատրությանը, իսկ մի քանի համայնքների պարագայում նաեւ ֆիքսված 50,000 դրամ ամսական, որը հնարավորություն է տալիս նաեւ հավելյալ սոցիալական աջակցություն տրամադրել, հաշվի առնելով նաեւ առաջին փուլի այն մեծ դժվարությունները, որ կարող էին առաջանալ եւ շատ կարեւորում եմ, որ այս ուրեմն աշխատանքը նույնպես հաջող արդյունք տվեց եւ այն ուսուցիչները, որոնց մասին մենք խոսում ենք, ես նրանց հաճախ եմ մեր դպրոցներում հանդիպում եւ կուզեի մի դրվագ պատմել, մենք մի ծրագիր ունենք, որը այն մասին է, որ մեր տարբեր համայնքների դպրոցների սովորողներ կարող են միմյանց հյուր գնալ եւ 2 շաբաթով բնակվել այլ բնակավայրում եւ հաճախել այդ դպրոցը, դա կոչվում է իմ դպրոցը համայնքում եւ դա նաեւ հնարավորություն է տալիս մեր տարբեր բնակավայրերի երեխաների միջև ձևավորել այս ցանցերը եւ նաեւ մեծացնել մեր հայրենիքի ճանաչելիությունը եւ շատ հետաքրքիր էր, որ Սյունիքի մեր մի բնակավայրի երեխաները հյուրընկալվում էին Կոտայքի մարզի մեկ այլ բնակավայրում եւ հաճախում էին դպրոց, ու ինձ պատմեցին, որ այն ընտանիքը, որ հյուրընկալել է Սյունիքի բնակավայրերից մեկի 3 երեխաներին, հենց տեղահանված ուսուցչի տունն է, որը իր կողմից վարձակալված բնակարան էր, վստահաբար ոչ ամենալավ իդեալական պայմաններով, բայց ես շատ կարևորում եմ մարդկային ջերմության, հոգատարության, այն առօրյա իրավիճակները, որոնք մեզ օգնում են հաղթահարել այս բոլոր դժվար պահերը եւ կարծում եմ, որ այս բոլոր օրինակները մեզ ցույց են տալիս, որ այդ աշխատանքն ու դժվարությունները հետևում են եւ արժեվում մեզ համար զարգացման մի նոր փուլ է, որը վստահ եմ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ գրանցելու է ավելի մեծ արդյունքներ եւ կուզեմ նաեւ ընդգծել, որ այս ընթացքում մենք նաեւ փորձել ենք ավելի համալիր աջակցություն ցուցաբերել մեր երեխաներին եւ դպրոցներում տեղում է եղել նաեւ հոգեսոցիալական աջակցությունը, մենք գործարկել ենք առանձին ծրագրեր,
վերապատրաստումներ են իրականացվել հոգեբանների ու ուսուցիչների հետ, որպեսզի նաև կարողանանք պատշաճ միջավայր ապահովել եւ փորձել ենք թեկուզ փոքր թվացող գործերում լինել մեր հայրենակիցների կողքին, ինչպես օրինակ դասագրքերի վարձավճարն է, որը նույնպես փոխհատուցվել է պետության կողմից 5-ից 12-րդ դասարանների համար։ Ու կարծում եմ, որ մինչև այս պահը մեր ունեցած արդյունքը, չնայած բացարձակապես չի վկայում այն մասին, որ մենք չունենք խնդիրներ, մենք ունենք խնդիրներ եւ այսօր էլ, ինչպես պարոն վարչապետը նշեց, կարծում եմ ճիշտ տեղն է, որպեսզի բաց եւ անկեղծ խոսենք այդ մասին, միևնույն ժամանակ այս ռեսուրսը, որ մենք ձևավորել ենք, կարծում եմ ավելի քան բավարար է, որ այդ խնդիրները նույնպես կարգավորվեն եւ մենք իսկապես կարողանանք շատ ավելի խոսել այն դրական զարգացումներից, որ միասին տեսնում ենք։ Շնորհակալություն։